Ողջույն բարեկամներ, ձեզ հետ անգլերեն զրոյից և դասապատրաստում դասընթացն է։ Անկախ այն բանից, որ սա անգլերենի ուսուցողական հարթակ է, այսօր կբացատրեմ հայերենի ուղղագրության մեկ կանոն՝ ա, ո և ե հնչյունների ուղղագրությունը։ Հիմա ուշադիր նայենք առաջին, երկրորդ տողերում գրված բառերին՝ խաղալ, կարդալ, ստանալ, մոտենալ, հանգստանալ և այլն։ Սրանք բայեր են ալ վերջավորությամբ և երկրորդ շարքում երգել, պարել, երկրպագել, բարևել, ծափարել և այլն, սրանք բայեր են էլ վերջավորությամբ։ Ալ վերջավորության բայերը կոչվում են ախոնարհման բայեր։ Այս լ-ն կընկնի, վերջին այից հետո լ-ն կընկնի, կմնա ախոնարհման, երկրորդ շարքում լ-երը կընկնեն, կմնա են և խոնարհման բայեր։ Ինչ է սա նշանակում։ Քիչ հետո կբացատրեմ։ Հիմա մինչ բացատրելս հայերենում ա և ո ձայնավորներից հետո լսվող յ կիսաձայնը գրվում է, իսկ ե ձայնավորից հետո լսվող յ-ն չի գրվում։ Վերևում այստեղ նշել է ա, ո և ե հնչյունների ուղղագրությունը, ուրեմն ա-ից և ո-ից հետո յ կգրենք, բայց ե-ից հետո, այս երկրորդ շարքի բայերից հետո յ չենք գրի։ Հիմա տեսնենք ինչ բառեր են սրանք։ Եվ առաջին և երկրորդ շարքի բառերը սրանք բայեր են։ Ինչ է նշանակում բայ։ Առանց քերականական կանոնների մեջ խորանալու թեթևակի բացատրեմ։ Գործողություն ցույց տվող բառերը կոչվում են բայեր և պատասխանում են ինչ անել, ինչ լինել հարցերին։ Սա շատ պրիմիտիվ բացատրություն, չեմ խորանում։ Հիմա տեսնում ենք սրանք բայեր են։ Բայերը խոնարհվում են։ Ինչ է նշանակում խոնարհվել։ Գրեմ, ես գրեմ, դու գրես, նա գրի, կամ ես խաղում եմ, դու խաղում ես, նա խաղում է, մենք խաղում ենք, դուք խաղում եք, նրանք խաղում են, սրանք կոչվում են խոնարհում։ Բայերը խոնարհվում են։ Իսկ գոյականները հոլովում են, օրինակ քար, քարի, քարին, քար, քարից, քարով, քարի մեջ և այլն։ Սրանք էլ գոյականներ են, որոնք հոլովում են։ Սա լրացուցիչ, հիմա հերթով սկսենք։ Ասացի ալ վերջավորություն և էլ վերջավորություն ունեցող բայեր։ Հիմա օրինակների վրա ալ վերջավորություն ունեցող բայերը։ Խաղալը կդառնա խաղայի, կարդալը կդառնա կարդայի, գալ գայի, հանգստանալ կասենք հանգստանայի, բարկանալը կդառնա բարկանայի, զայրանալը կասենք զայրանայի, թարմանալ թարմանայի և այլն։ Եթե ուշադրություն դարձնում եք, այերից հետո յ-ն գրվել է կարդայի, խաղայի, կարդայի, գայի, հանգստանայի, բարկանայի, զայրանայի, թարմանայի և շատ օրինակներ ու այդքան գրել հնարավոր չէ։ Հիմա ե խոնարհման բայերին անցնենք։ Երգել բայը, երգել, այս լ-ն կընկնի, կասենք երգեի, արդեն յ չի գրվի, ասացի ե-ից հետո չի գրվում, երգեի, այստեղ տեսնում եք կարմիր գծիկները, եթե վերևի շարքում ա-ից հետո յ-ն գրել եմ, այստեղ ե-ից հետո գծիկ եմ դրել, ինչու, որովհետև այստեղ յ չի գրվում, գծիկ դրել եմ ուշադրության համար, որ տեսնեք յ չի գրվում, բերեի, հաշվեի, երազեի, քայլեի, վայելեի, հագնվեի, զարդարեի, բարելավեի, թեյեի և այլն։ Հիմա այս վերջին բառը թեյեի, թեյել բայն է։ Ունենք բայ, ինչ անել, թեյել և ունենք գոյական ինչ, թեյ։ Թեյ գոյական և թեյել բայ։ Եթե բայն է թեյել, ուրեմն նայում եք թեյ բառը գրվել է, ամբողջությամբ թեյը կա և էլ ավելացավ թեյել։ Հիմա ինչպես ասենք թեյեի, թեյը կգրենք, են կգրենք, այնուհետև յ չենք գրի, կգրենք թեյեի։ Ինչու։ Անցնում ենք կրկին թեյ և թեյել բառերին։ Թեյել, երգել, պարել, խոսել բայեր են։ Թեյ գոյական է։ Այն բայերը, որոնք ունեն, կրկնում եմ, էլ վերջավորություն,
Խոնարհման ժամանակ վերջի լ-ն ընկնում է, այս լ-ն ընկավ վերջինը եւ ըստ դեմքերի խոնարհվում են։ Ինչ անեի, թեյեի, ինչ անեիր, թեյեիր, ինչ անեինք, թեյեինք, ինչ անեիք, թեյեիք, ինչ անեի, թեյեին։ Գծիկներ եմ դրել, յ չկա։ Հիմա անցնենք գոյականին, թեյ գոյականը։ Թեյը բայ չի, գոյական է։ Ըստ այդմ էլ բայի նման իրավունքներ չունի։ Եթե գոյականը ուղղական հոլովում վերջանում է յ-ով, գոյական ուղղական հոլով, թեյ յ ունի, վերջացավ յ-ով, ուրեմն հոլովումների ժամանակ այս յ-ն ոչ թե ասում եմ գրվում է, այլ կասեմ պահպանվում է, թեյի յ-ն պահպանվում է։ Հիմա այստեղ օրինակները նայում ենք թեյ։ Հիմա ես ասում թեյի բաժակ, յ-ն կար, կպահպանվի եւ ին կավելանա։ Ոչ թե ասում եմ յ գրվում է, այլ ասում եմ յ-ն պահպանվում է, վերևում գրում էին կամ չէին գրում, նայած որ տառը։ Հիմա յ-ն պահպանվում է, ուղղական թեյ, յ, սեռական յ-ն պահպանվեց, ավելացրի թեյի, թեյի բաժակ, դրական թեյի կամ թեյին, յ-ն պահպանվեց, ին ավելացավ, հայցական թեյ կամ թեյը, յ-ն պահպանվեց, բացառական թեյից, գործյական թեյով, ներգոյական թեյի մեջ, յ-ն պահպանվեց, ին գրվեց։ Ուրեմն այի եւ յ-ի ուղղագրության կանոնների մասին խոսեցինք, բայերի, գոյականի մասին նույնպես ասացինք, որ յ գոյականի մեջ կա, վերջավորություն, հոլովական վերջավորություն ստանալուց հետո յ-ն պահպանվում է։ Անցնենք ո-ի ուղղագրությանը։ Հիմա սարո, ո-ով է վերջանում, նայում եք ո, ո-ից հետո յ-ն կգրվի, սարոյի, յ, կարո, կարոյի, յ-ն գրվեց, մարո, մարո, յ-ն գրվեց, դերո, դերոյի, յ-ն գրվեց։ Հիմա եզրակացություն, երկու ձայնավոր հնչյունների դեպքում, այի եւ ո-ի դեպքում յ-ն գրվում է, յ-ից հետո յ չի գրվում, խոսքը չի վերաբերում գոյականներին, օրինակ թեյ, գոյական տեսակ թեյի օրինակով, որ յ-ն գրվում է, այսինքն ոչ թե գրվում է, պահպանվում է, գոյականի դեպքում յ-ն պահպանվում է, այնուհետև ավելանում է հոլովական վերջավորությունը։ Նորից կրկնեմ, այի եւ ո-ի այս երկու ձայնավորներից հետո յ կիսաձայն գրվում է անպայման, իսկ ե ձայնավորից հետո յ չի գրվում։ Ինձ թվում է շատ պարզ էր, եթե ինչ-որ բան պարզ չլինի, կգրեք, կշարունակեմ բացատրել, այսօրվա համար այսքանը, goodbye։